70-ական թվականներից կապսի ջրամբարի կառուցման պատճառով չի վերանորոգվել, երկրաշարժից հետո չի կառուցվել գյուղը, խարխլված տների մեջ անօթևան կարգավիճակով մնացել են մինչև այսօր։ Ջրամբարի կառուցումը տարեստարի հետ ցկելով, հետ գցելով, հետո հասել է մինչ այսօրս։ Գյուղը, եթե շրջեք գյուղի փողոցներով, նորմալ տուն երևի չտեսնեք, նորմալ տուն, որի մեջ ապրում են մարդիկ։ Հին ժամանակներից սարքված հողե պատերով տներ, խարխլված, մեծ մասերի տները փլուզված, որոնք այսօրվա վիճակով նույնիսկ ապրում են Ռուսաստանում, այլ տեղերում։ Գյուղում 70 ընտանիքից 30 ընտանիք է այսօրվա պահով ապրում։ Տուն չունենալու պատճառով։ Ու հիմնականում այդ ձեր հարցին այստեղ երեխա պսակել, երեխա նշանել դժվարության առաջ են նույնիսկ կայնած ժողովուրդը, տուն չունենալու պատճառով։ Ասում են այստեղ հարս չեն գալիս աղջիկները։ Դե հիմնականում գյուղի վիճակը իմանալով, գյուղի վիճակը տեսնելով, ասում են տուն չունեն, այնտեղ տուն չկա, տուն չունեն, ոնց այնտեղ հարս գնան։ Դե մենք էլ ով որ կարող էր հնարավորություն ուներ, այդ խարխլված տները մի քիչ սարքել են, ամրացրել են ու ապրում են։ Նույնիսկ այսօր մենք սեփականություն չունենք, տուն որպես սեփականություն չունենք։ Եթե ես ուզենամ տունը գրավ տնեմ, եթե ուզենամ տունս վաճառեմ, չեմ կարող, որովհետև չունեմ։ Տան սեփականության վկայական ես չունեմ։ Այդ արդեն ոչ թե հիմա, արդեն 40-45 տարի։ Ինչով եք զբաղվում դուք։ Ну, հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը այսպես կանգառ կատարեց ձեր գյուղում, հանդիպել եք, տեսել եք Նիկոլ Փաշինյանին։ Ես անձամբ ներկայում գտնվել, բերքը սեղմել եմ Նիկոլ Փաշինյանի, ուզեցել ենք անմիջապես իրանից իմանանք ինչ իրավիճակ է գյուղի տեղափոխման հարցը, այստեղ գյուղի տեղափոխման հարց կա, եթե ջրամբարը կառուցվեց, գյուղը կմնա կղզու մեջ, գյուղի տեղը, նոր տեղը որոշված է, լսելով պարոն վարչապետի պատասխանը, իրոք ես համաձայն եմ նրա կարծիքի հետ, որ այսին մի հոգու տուն չէ տեղափոխելու, մի ամբողջ գյուղի հարց է, մի քիչ դանդաղ ընթացք ունենա, բայց անպայման կառուցվի։ Իսկ գոհ եք Նիկոլ Փաշինյանից։ Իհարկե գոհ եմ։ Իհարկե գոհ եմ։ Ինչի համար կոնկրետ։ Ես չեմ պատկերացնել մի մարդու, եթե ես հաջորդը իմանամ, որ Նիկոլ Փաշինյանից լավը կեղնի, ես կասեմ, չէ, ես Նիկոլին չեմ ուզում, բայց ներկայիս պահով Նիկոլ Փաշինյանից համար շատ լավ երկրի ղեկավար է։ Ինչով է փոխել ձեր կյանքի որակը Նիկոլ Փաշինյանը։ Ինչով է փոխել։ Եվ առանձնապես այդ թոշակի բարձրացում մի անգամ եղավ, հետո այս կապսի ջրամբարի շինարարությունը իր օրոք թափ առավ, վերջապես այն երկարասպասված հույսերը պետք է իրականանան։ Դեռևս թղթի վրա։ Դեռևս թղթի վրա, որովհետև այդ գործընթացը իրոքից ահագին այնտեղ պրոյեկտներ, չգիտեմ, ժառանգություն, մարդկանց ընտանիքների, հազարավոր հարցեր կան, որոնք որ
լուծում կստանա։ Նիկոլ Փաշինյանի ձեռքն եք սեղմել, հետա այսպես ջերմ անմիջական զրույց եք ունեցել, ինչ տպավորություն ստացաք Նիկոլ Փաշինյանի այդ շփումից։ Դեն տպավորությունը, որ ասեց ցանկացած հարց, ցանկացած մտահոգություն ժողովրդի մենք անպայման լուծում ենք տալու, անպայման։ Իսկ դուք դեռևս շարունակում եք հավատալ նրան։ Իհարկե։ Իսկ լսել եք, որ նա երբևէ սուտ խոսի կամ խոստումները չկատարի։ Չէ, չեմ լսել։ Մենք երկրաշարժից հետո ճանապարհ չէինք տեսել կառուցված։ Բայց հիմա էլ լավ չէր ձեր գյուղի ճանապարհները, ես ինքս շրջել եմ գյուղում։ Հələ առաջնահերթ այն մայրուղիները, քաղաքները իրար կապող, հետո ես այդպես եմ լսել, հետո կասնեն արդեն միջ համայնքային ճանապարհներին։ Միանգամից հնարավոր չէ։ Գյուղի ճանապարհը սարքեն, ասենք ամասյա լեննական ճանապարհը չսարքեն։ Հնարավոր բան չէ։ Դպրոցներ կառուցես, մանկապարտեզներ կառուցես։ Բայց դրան զուգահեռ էլ փակվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Իսկ էդի գիտես ինչից է։ Այս մեր գյուղում առաջ մինչև 80-90 աշակերտ է եղել։ Այս փոքր գյուղում։ Իսկ հիմա Տոնարիկ ջան, քանի աշակերտ եք հիմա մնացել։ 24 աշակերտ։ Դասարանքա մի հոգի է, 2 հոգի է։ Իսկ ձեր կարծիքով ով է մեղավոր, որ այսպես բնակչության թիվն է քչացել, աշակերտների թիվն է քչացել, գյուղից գնում են մարդիկ։ Մարդը տուն չունի գյուղում, տունը երկրաշարժին փլուզվել է, որ դուրսը չպետք է մնար։ Սիվաս մետեղում տուն ճարի, մետեղում բնակվի չէ այդ մարդը, որը Ռուսաստան է գնացել, որը հարևան գյուղ է գնացել, այնտեղ տուն է ճարել, բայց դրա համար էլ բնակչությունը քչացել է, հոգի է։ Իսկ ձեր կարծիքով ով է մեղավոր, որ այսպես բնակչության թիվն է քչացել, աշակերտների թիվն է քչացել, գյուղից գնում են մարդիկ։ Մարդը տուն չունի գյուղում, տունը երկրաշարժին փլուզվել է, որ դուրսը չպետք է մնար։ Սիվաս մետեղում տուն ճարի, մետեղում բնակվի չէ այդ մարդը, որը Ռուսաստան է գնացել, որը հարևան գյուղ է գնացել, այնտեղ տուն է ճարել, բայց դրա համար էլ բնակչությունը քչացել է։ Այ երբ որ նոր գյուղը կառուցվի, այն ժամանակ հետ կգան։ Ես համոզված եմ, որ հետ կգան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը արդյոք նշեց ժամկետներ այդ նոր գյուղի կառուցման հետ կապված։ Չէ, ինքը ժամկետ չի նշել, նախկինում ժամկետ եղել է 26 թվին գյուղը կառուցված պատրաստ եղներ, բայց այդ պատճառների հիման վրա դեռ մի 2 տարի, 3 տարի երևի ձգվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանից հատկապես ինչի համար եք ամենաշատը գոհ։ Որ իր խոստումները կատարում է։ Հատկապես որ խոստումն է կատարել։ Հատկապես ճանապարհաշինարարության, դպրոցաշինության, մանկապարտեզների, հետո են թալանջիների փողերն որ հետ է բերում, Էդին դուրս շատ է գալիս։ Դուք դա զգում եք ձեր մաշկի վրա, որ թալանջիների փողերը հետ է վերադարձնում։ Ինչպես։ Դուք դա զգում եք, որ հետ է վերադարձնում թալանը։ Դե մենք դա այդ Ձեզ բաժին հասնում է այդ ամենը։ Հեռուստացույցով միշտ կհաղորդեն, միշտ կսեն, մենք լրատվական միջոցներից ենք մենք ամեն ինչ իմացել։ Իսկ որ լրատվամիջոցից եք իմացել։ Դե հեռուստատեսությամբ, Շանտով, կենտրոն հեռուստատեսությամբ, չգիտեմ, Հմեգով։ Ձեր խոսքից պարզ էր, որ Հմեգի լուրերին եք հետևում։
Իսկ հետևում եք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես եկեղեցու հետ կապված, նա այսպես սրբազաններին է թիրախավորում։ Ես երեք թե առաջի օրը մի պահամ ներսեմ մտե տուն, այդպես կիսակ, մի րոպե, երկու րոպե։ Նա քահանաներին սրբապիղծներ է համարում։ Չի ասի, չեմ լսել, դրանք այնպիսի հարցեր են, որ ես նույնիսկ այդ հարցերին չեմ եկնա պատասխանել։ Բայց ընդհանուր առմամբ կողմ եք Նիկոլ Փաշինյանի կառավարմանը, նրա գործողություններին։ Այո, եթե ես իմանամ, որ Նիկոլ Փաշինյանից հետո մեր երկրի ղեկավարը մի ավելի շատ լավ, ավելի այսպես ասեմ 5 անգամ ավել կարող է Նիկոլ Փաշինյանից լավ ղեկավար եղնի։ Ես խնդրեմ ասեմ թող այդ մարդը եղնի, բայց ներկայիս վիճակով ես չեմ տեսնում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանից լավը դուք չեք տեսնում այս պահին։ Չէ, Անահիտ ջան, այն սրբազանը որ էր կուզեր իշխանության գլուխ հասներ։ Չենք ճանաչում այդ մարդուն։ Չենք ճանաչում։ Իսկ Փաշինյանը ճանաչում եք։ Գիտես ինչ, սրբազան տեր հայրը պետք է իր գործով զբաղվի։ Երկիրը իր երկով պետք է զբաղվի։ Դերասանը իր դերասանությունով։ Լրագրողը լուր գրելով։ Այո, այսօր ինչ կդարվի դերասանին դրեցին Երևանի քաղաքապետ։ Ինչ եղավ։ Լրագրողին վարչապետ։ Դե ինչ ասեմ, դուք ավելի լավ գիտեք։